Միշտ ասել եմ անգրագետ իշխանություն շատ դժվար է պատկերացնել։ Բայց անգրագետ թե դիտավորյալ, լավ հասկանալով։ Չէ։ Ես միշտ ասել եմ, որ Փաշինյանը հիմար չի, ինքը անգրագետ է, բայց ինքը խելոք է։ Ինքը խելացի է եւ ինքը Արսեն, հիշում եմ, ուսով եմ կհիշեք, երբ 2018 թվականին ես հայտնեցի, որ հայտարարեցի ուղղակի, որ Փաշինյանի նպատակը Արցախը կործանելն է, եւ դա քաղաքականություն է։ Հիմա այնքան մարդակրկնում է ամեն ինչը, որպես հայտնագործություն, բանոր են հասկացել։ Մեծ բաներ նկարվել ձեր խոսքով, ես դա Չէ, ոստե ես փաստերով էի դա ապացուցել, որ արդեն դիվանագիտությունը արդեն ծախողված է։ Չեմ ուզում դա կրկնել, ես հիմա տեսնում եմ, որ նույնը նպատակ է դրված կատարել Հայաստանի Հանրապետության հետ եւ ասում եմ, եթե այսպես շարունակվի, երևի նա կլինի Հայաստանի վերջին ղեկավարը։ Կլինի վերջին ղեկավարը բառից բուն իմաստով եւ ամեն ինչ գնում է դրան։ Ամեն ինչ գնում է դրան, որտեվ ըստ էության նորից եմ ասում մեր թշնամի պետությունների կամակատարն է այս իշխանությունը։ Իրական Հայաստանը դա այն Հայաստանն է, ինչը ամեն օր մենք լսում ենք Բաքվից եւ շաբաթը մեկ Թուրքիայից օրինակ, որոնք բացահայտորեն նրանք ասում են, որ ասես պետականություն, մանավանդ սուվերեն Հայաստան պետք է չլինի։ Հայաստանի սուվերենությունը այսքան զրոյական մակարդակի վրա չի եղել։ 3 առացիորեն 3 Ալիևը տեսեք ինչ հայտարարեց։ Ասեց, որ այդ խաղաղության պայմանագրի նախագիծը առաջինը դա մեր նախաձեռնությունն է, սա գործընթացը։ Երկրորդ բոլոր կետերը մենք ենք գրել։ Սա առաջին անգամ չի ասվում այնտեղից, հերքում այստեղից գոյություն չունի։ Տեսեք, վերջերս խոսել եմ այդ մասին, որ երրորդ անգամ։ Հիմա անընդհատ տարբեր ատյաններում միջազգային Հայաստանին դատապարտում են ագրեսիայի մեջ։ Այն դեպքում, երբ կան միջազգային փաստաթղթեր, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը Կրեմլի հետ միասին։ Վերջերս էլի մանրամասն խոսել եմ 91 թվականի ԱՄՆ սենատի բանաձևը, որը դատապարտում է այդ ամենը, որ ուղղակի պատերազմը եւ միշտ է սկսվել այդտեղ Ադրբեջանը։ Եվ հիմա փորձում է զոհը Հայաստանը մեղադրել ագրեսիայի մեջ։ Հայաստանի իշխանություններին դա ձեռը տալի, որտեղ Հայաստանի ըստ ներկայիս այս գործող իշխանությունների այն ինչ եղել է մինչև 2018 թվականը սկսած հայկից։ Եղբիջ եղել է սխալ։ Ճիշտ է սկսած Նիկոլ Փաշինյանով։ Մինչև ամեն ինչ եղել է սխալ, մենք սխալ ենք ապրել։ Չգիտես ինչի միշտ կորցրել ենք, էլի այդ ճշտի ժամանակ։ Իմ մոտ Գիտեք, հասկանում եք, ինքան պետք է, գիտեք ինչ լինել, անգրագետ լինել, որ հայ առաքելական եկեղեցում սենց պայքար սկսել։ Բայց անգրագետ, թե… Անգրագետ նաև, այ անգրագետությունը, որտև չգիտի դա ինչ կառույց է, չի հասկանում։ Կարող է լավ էլ հասկանում է, ուզում է ջարդի։ Չէ, ուզում է ջարդի, բայց չի հասկանում, որ դա անհնար է։ Ուղղակի անհնար է։ Գիտեք, այսօր իմ գնահատականով այս իշխանությանը կողմ ես թե դեմ ես, այդ սահմանագծով է անցնում նաև։ Անկախ նրանից հավատացյալ ես, թե հավատացյալ չես։ Բացարձակապես, դա ոչ մի կապ չունի, ոստե։ Դարձրեցին այդ սահմանագիծը։ Այսինքն եկեղեցին քաղաքականություն մտցնողը հենց իրանք են։ Դες կարելի է ասել, չէ՞։ Մի րոպե։ Այդտեղ մի ուրիշ հարց էլ կա, էլի։ Իսկ որ անգրագետն է ասում, որ եկեղեցին քաղաքականությամբ պետք է չզբաղվի։ Մեր հաղորդման առաջի կեսում հենց դա ենք հիմնավորում ենք, որ դա ցավոք չեմ նայել։ Հա չէ, ուղղակի հաստատում եմ ձեր խոսքը։ Անընդհատ այդ մեղադրանքը կա, չէ։ Հիմա նորից նույնն եմ ասելու։
դիմեք դատարան։ Եվ մի երկու անգամ այդ մասին խոսել եմ, արդյոք բաց չեմ թողնի մի անգամ էլ բացատրելու։ Որևէ իշխանություն իրավունք չունի հրապարակային ինչ-որ մեկին ասել դու սենց բանում մեղավոր ես։ Տղա ջան, ամբողջ իրավապահ համակարգը քոնն է, դու իրավունք չունես, ընդդիմությունը կարող է հայտարարի դա։ Որտեվ ստիպված է հայտարարել, որտեվ չունի։ Ասեք, այս մարդը թալանել է, նստացրեք։ Նստացրեք, քրեական իշխանություն դա իշխանության ցանկացած նման հայտարարություն դա զրպարտություն է։ Իսկ մենք դա լսում ենք ամեն օր։ Ես եմ ընդդիմություն, ես կարող եմ ասել դուք թալանչի եք։ Դուք կոռուպցիոներ եք, հայտարարում եմ, այս իշխանությունը կոռումպացված է, այ պարզ հայտարարում եմ հիմա ես։ Բայց իշխանությունը դա իրավունք չունի ասելու։ Ցանկացած նման դուք լավ գիտեք, դուք իրավաբան եք, մի փաստաբաններ եք, քրեական գործարարություն։ Դիմի դատարանս է եկեղեցին պարտավոր է զբաղվել քաղաքականությամբ։ Կամ գիտեք ինչ, անգրագիտությունը երբեմն էս կառավարության անդամները ասում են, ինչ էին հայտարարել, որ արտգործնախարարությունը դա քաղաքական կառույց չի։ Շատ են բան ասել։ Ուրեմն ցանկացած նախարարություն դա քաղաքական է։ Ցանկացած, ուրեմն կրկնում եմ։ Դա բան է։ Ցանկացած, ուրեմն ազգային ժողովի ամբյուրի մի քաղաքական։ Հա, մի քաղաք, ազգային ժողով խոսալու տեղ չի, դա էլ եղել։ Հոբսապ խոսալու տեղ չի։ Ուրեմն դրանք բոլորը քաղաքական են։ Պաշտոնն էլ է քաղաքական պաշտոն։ Եկեղեցին ի՞նչ է նշանակում քաղաքականությամբ ասպախում։ Ընտրությունների է մասնակցում։ Այո, ճիշտ է։ Քաղաքականությամբ զբաղվելը, որ զուտ օրենքից վերերենքով դա ընտրությունների մասնակցել է։ Հիմա Հայաստանում ներքին քաղաքականություն գոյություն չունի։ Դրանից մոռանանք։ Ուրեմն եկեղեցին միշտ մասնակցել է քաղաքականությամբ։ Բոլոր եկեղեցիները աշխարհում զբաղվում են քաղաքականությամբ։ Պիտի զբաղվեն ու ամոթ կլինի, եթե չզբաղվեն։ Ոչ կարող է չզբաղվեն։